Պահ է եղել, որ մենք գնացել ենք Ֆրանսիայից օպերացիայի առավոտ ժամը, այսպես աղոտրանին ժամը 6-ի մոտերկը, Արագածի կատարին լուսավորչի կանտեղը մենք նկարահանել ենք այդ լույսը վառված։ Դա հրաշք է տեղի ունեցել։ Այդ նկարը երբ պետք եղավ, ես ձեզ կտամ մի օր, եթե ուզենաք ցույց տալ, դա հրաշք է կատարվել մեզ ու մենք վերջը այդպես կենտանի մնացինք, առաջն Աստված։ Իսկ սա ներողություն, կիսած թողեց։ Այս վերջինն էլ շողուլն է, ներողություն, սա ամենափրկիչն է, որ Ջիվանին ասում է մի քաղաք տեսա ժամի սիրահար, բնակիչները հայ, մոտ 100,000, իրենք հատ չունեին ուտելու ապրելու համար, բայց 7 հատ վանք են սարքել, խելքի աշեցեք, այսինքն սա հավատքի քաղաքն է, հավատքի, եւ դրա համար 1937 թվականին ամբողջ Հայաստանի եկեղեցիները փակվեց, բացի Գյումրվա 7 վիրած եկեղեցուց եւ Էջմիածնից, ասեմ ձեզ։ Դրա համար այո, մենք հավատացյալ ժողովուրդ ենք, գյումրեցիները հավատացյալ ժողովուրդ են։ Իսկ այս տակի նշանը այսա շողուլն է, որ կոչվում է շողուլ, շինարարական գործիք է, որ այսպես պահում ես աճուցախ, այսինքն ով որ իրեն հետո գյումրեցիք ասում են, ով իրեն սխալ է պահում, շողուլից կգնի, ու մենք իրան կզգաստացնենք, որ չի կարելի շողուլից ընկնել, հասկանալի է։ Այո, Ռոբերտ Քոչարյանն է ձեզ ասեց լրագրողներին, հիշում եք, որ ասեց, երբ շողուլից ընկաք, ձեզի շողուլի գբեր։ Մեղայ ասում, լավ։ Մեր նիստերի ընթացքում արդյոք շողուլից չի ընկել, որովհետև արդեն երկրորդ նիստն է ինչ տեսնում։ Մի խառնի տղա ջան, հələ չենք եկել խոսել, հələ չենք եկել նես մտել ու արդեն խառնում ես։ Ինչ եք խառնում որ։ Ես մի բան ասեմ ձեզի, դուք էլ փոխվեք էլի մի քիչ փոխվեք էլի երեխեք, ինչի՞ չեք փոխվի որ։ Ինչ կա որ սենք հանուն Հայաստանի Հանրապետության կարելի է փոխվել։ Մարդկանց իրար հետ չկրվցնել, բան չանել, լույսը լույս ասել, խավարը խավար ասել։ Ինչ կեղնի որ դուք էլ այդպես լինեք։ Ինչ փաստ, որ փաստը։ Ինչ անենք, մենք բոլորին հրավիրել ենք, բոլորին տեղեկացրել ենք, զանգել ենք, ասել ենք, որ երթման արարողություն է, եկեք մասնակցեք։ Հիմա իրանցից կհարցնեք, թե ինչի չկան, ինչ կան, ես չգիտեմ։ Իրենցից հարցրեք։ Ուրեմն Արդյոք չեք մտածում, որ մտավախություն չունեք, որ ավագանու նիստերին եք ասեմ էլի սատիկ, կարճ ասա, ենքան երկար ես ասում, միտքդ հասկացա, ուրեմն մի բան ասեմ, ինչ որ անում են, ինձ համար չեն անում, այստեղ Ղուկասյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է, ով ժողովրդին ոտ է պահում, ժողովրդի իր գնահատականը կդա անպայման, եւ ես այստեղ այդպես խառնվելու, ինչ որ բան անելու ոչ մի բան չունեմ, ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ, ես իմ խոստումներից տերն եմ, եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոտ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է, իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ հանգիստ եղեք դրա համար ես շատ հանգիստ եմ, ինչ անեն իրանց համար պետք է անեն, ինչ լավն էլ անեն իրանց համար է, վատն էլ անեն իրանց համար է, այստեղ Վարդան Ղուկասյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքի խնդիրն է, մնացածն էլ ինչ ուզում են անեն, ոնց ուզեն թող այդպես անեն։ Ես բացատրեցի էլի, ես էլ ասեցի, ժողովուրդը իրենց գնահատականը կդա, ոտ պահեցին, իրանց կասեն, ով եք դուք, ինչի համար եք սա անում, ոնց եք ապրում այս քաղաքում, այդքան բան։ Չէ ոնց որ։ Ոչ, ճիշտ ասած ոչ, հետո գիտեք մի բան ասեմ ձեզ, ես դե վերջը երկար տարիներ 99 թվականից մինչև հիմա որ հաշվարկում ես, դա հսկա քանի տարի է, մոտավորապես 25 հատ թե ավել, քանի տարի է հաշվեք արագ, 26 տարի, թվաբանությունից լավ չեք աղջիկներ, ուրեմն կամպյուտերի վրա եք սովորում, ուրեմն վախ ափսոս, ուրեմն 26 տարի, ես քաղաքականության մեջ եմ, նու նայում եմ էլ երկու անգամ, 6 անգամ 96 թվականից որ հաշվեք, հիմա ես 6 անգամ քաղաքապետ եմ ընդրվել, 2 անգամ էլ պատգամավոր, ես այսպիսի բան չեմ տեսել, ես այս ձևի հարցակում,
Այս ձևի ամբողջ սայտերն ու ես չգիտեմ ինչեր այսպես խառնվել են իրար Գյումրին, ոնց որ Արցախը կորցրեցին, այսքան չխառնվան, այդքան երեխեն մահացավ, այսքան ցեն չլսեցինք, ոնց որ այս Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Ես զարմանում եմ, դու քեզ եմ հարցնում, հələ ասա ինչու է այդպես, դու ազատության լրատվականն ես, դու պետք է գիտենաս։ Հələ ասա, ինչի է այդպես։ Ինչի հələ ասա։ Հələ ասա, ինչի է այդպես, Սատենիկ։ Նախաշեմին Հիմա չեմ կարող ասել ինչի է այդպես, հետո կասեմ, մոտորերս կասեմ։ Ամեն դեպքում մարզպետի հետ պետք է աշխատեք, որպես վերադաս կառույց, մարզպետից կարծում եմ արդեն շնորհավորանք ստացել եք, թե չէ, ինչպես եք այդ աշխատանքը։ Մարզպետից շնորհավորանք չեմ ստացել, բայց այդ մարզպետի հայրը ինքը իրենց միշտ շնորհքով են պահել, մարզպետի հայրն էլ ինձ հետ մոտ է, ինքն էլ շնորհքով է իրան պահել, մշտական եկել է բան, տեսել է ինձ, շատ շուտ բան, շատ շուտ եկել է, ինքը ջահել երդասարդ տղա է, ես իրանց մեծն եմ եղել, իրանք շատ հարցերում իրանք ուզում են ասել են, ուզում ենք նմանվել շատ այդպեսի բաներ։ Հիմա կաբրենք կտեսնենք թե իրանք ոնց են իրանց պահելու, իրանք բոլորի գնահատականը կտանք։ Հիմա խոմ ասենք ես մի քանի տարի որ Նիկոլը պետք է մնա բան, դրանից հետո ինչ պետք է եղնի։ Կաբրենք հələ կտեսնենք էլի ով ինչ ձևով կպահի իրան։ Իրողության մեջ ինչ կատարում է Գյումրիում շուրջ։ Ինչ է ասում։ Ասում է հաշտ գյումրեցիների քվեների հետ հաշտ են, բայց հաշտ չեն այն իրողության հետ ինչ կատարվում է Գյումրիում, քանի որ 10,000 քվե տվել են իրենց, բայց քաղաքապետ ընտրվել է ընդդիմադիր։ Ես իմ խոսքի մեջ ասեցի։ Իրանք 17,000 ցայն այս քաղաքում չունեն։ Իրանք լավ գիտեն դա։ Ուրեմն այդ դրսից բերած մարդիկ, որ եկան քվեարկեցին, մենք հաշվարկել էինք 4000 հոգի։ Մտածել էինք, որ 12 ժամվա մեջ առավոտվան 8-ից մինչև 8-ը 12 ժամ է, մենք մտածեցինք, որ իրանք այդ որ բերեն բան անեն 4000 հոգի պետք է լինի, մենք չէինք հաշվարկել, որ պետք է լինի 8200 հոգի, որ ամեն տեղը 100 հոգի պետք է ավելանա։ Մենք չէինք հաշվարկել, որ մեռած փլված շենքեր կան, որոնք հիմա գոյություն ունեն եւ այդտեղ մարդիկ գրանցված են ու դրսից Ախրքալակից, Հայաստանի տարբեր տեղերից ավտոբուսներով մենք նկարահանած ունենք այդ ավտոբուսները բաները։ Դուք եք նկարահանել, բոլորդ նկարահանել եք։ Մենք այդքան չէինք պատկերացնում, որ իրանք կարող է այդ չափի անեին։ Հետո չէինք մտածում, որ այդպես գումարները հեշտ ու հանգիստ պիտի ես կյանքում չէի իմացել էի 5-10 հազար քաղաքում ժողովուրդը խոսում էր, որ ինչ որ դենց բաներ տալիս էին առաջ, ինչպես բան լսել եմ։ Բայց սպասեք, վերջացնեմ, հետո ասեք։ Բայց հիմացան 40-50 հազար դրամ մի մարդուն գումար են տվել, բան են տվել։ Ես այդքան չէի պատկերացնել, որ այդքան կարևոր է Գյումրու ընտրությունները, որ այդքան գումարներ պիտի ծախսեն, այդքան բան։ Հետո մտածում ես սրանց այդքան գումարը որտեղից այդքան գումարները։ Դուք գնացիք, արձանագրեցիք, տարբեր տեղեր, թե մարդիկ ոնց էին մտնում խանութները, խանութից հետո գնում էին մասսայական դուք նկարահանել եք մեզ մոտ կա մինչև հիմա սայդերի մեջ կա։ Այսինքն իրենց ձայները ընդամենը 2500-ից 3000 ձայն է։ Այս քաղաքում չհաշված։ Ուրեմն բանակը ամբողջ չլպատկերացրեք, բանակի գյումրեցի զինվորականներին ընդուպ ուվայնենի են տվել, հասկացար, տուր են ուղարկել, հրամանատարների մոտից տղաները զանգ են տվել ծնողներին, չգիտեմ, նախարարություններից, բուհերից ինչքան սովորողներ կան, վիվարոյի վրա ինչքան գումար են գցել։ Ես պես բան չեմ պատկերացնել, այս ձևի ողբ, այս մի բառ պետք է ասեմ, բայց լավ չեմ ասի։ Այս ձևի վիճակ, ճիշտ ասած, ես այսպեսի բան չեմ տեսել։